Վաղաշաբաթում ընտրությունների նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման վերաբերյալ նյութերը հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է, հաստատել են կոմիտեից։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 21-ին ավականու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլից 1 օր առաջ Վաղաշաբաթ համայնքի Դողս գյուղում քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի շարք տեխնացուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում։ Էջմիածնում ԿՊ-ի առերևույթ խախտումների առնչությամբ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը դիմել էր դատախազություն, նշելով, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ։ Գլխավոր դատախազությունը Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկել է քննչական կոմիտե։ Հոկտեմբերի 25-ին իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը։ Ավելի ուշ տեղեկություն եղավ, որ հաղորդման ընթացք են տվել։ Հաղորդումը ստացվել է քննչական կոմիտեում, այս պահին գտնվում է ուսումնասիրության փուլում։ Վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը դեռ պարզ չէ։ Լրատվամիջոցներին հայտնել են քննչականից։ Հիշեցնեմ, հայկական Wikileaks անվանումով նորաբաց Տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ տեսագրություններ հրապարակել, դրանք վերագրելով Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Հոգեվորականը արձագանքել էր, նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լցվել հորինվածքների ու զրպարտությունների հերկմանը։ Խելամիտ է համարում արհամարել։ Երևանում բենզալոցակայանները տեղադրված են հենց մայթերի վրա, մոտակա շինությունների համար հնարավոր բոլոր վտանգները կան։ Իշխող խմբակցությունից են նկատել շահագործվող բոլոր բենզալոցակայաններին եկող տարեսկզբից տեխնիկական անվտանգության նոր պահանջներ կներկայացնեն։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն է ասել ազգային ժողովում։ Գարեգին Խաչատրյանը նշել է, որ լիազոր մարմինը ՆԳՆ-ն այս տարի ընդունել է ենթաօրենսդրական նորմատիվ ակտ, որով սահմանվել են բենզալոցակայանների նոր տեխնիկական պահանջները։ Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում նախկինում կառուցված եւ ներկայումս շահագործվող բոլոր բենզալոցակայանները վերազինման եւ վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին, ասել է տեսչական մարմնի ղեկավարը, չմանրամասնելով այդ պահանջները։ Հայաստանում համաներման ծրագրեր չկան։ Արդարադատության նախարարն է ասել, քաղաքականությունն ըստ Սերժ Գալյանի անհատական մոտեցումով է։ Մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց եւ ոչ թե համընդհանուր լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը։ Պարզաբանել է Գալյանը, հավելելով, որ շեշտը դրվում է պայմանական վաղաժամկետ ազատման, ոչ թե համաներման վրա։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ցահազանգ է ստացվել, որ Toyota Magnishi ավտոմեքենայի թափքում թռչնի ու կենթանու մսեղիկ է հայտնաբերվել։ Երկու երևանցի Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ եւ 4 գորշ նապաստակ։ Ապօրինի որսած թռչունների նապաստակների մսեղիկն առգրավել են եւ հանձնել Պաշտպանության նախարարության N զորամասին։ Որսագողության որսորդական զենքերը եւս առգրավվել են։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման 402,000 դրամի պահանջ։ Դատախազության ու Մատենադարանի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է Մխիթար Գոշի գիրք դատաստանին համաշխարհային հիշողության շտեմարանում արդի իրավունքի միջնադարյան ակունքները խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Հիշենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին Մատենադարանի հայտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ 12-րդ դարի փիլիսոփա, աստվածաբան, իրավագետ, եկեղեցական եւ հասարակական քաղաքական գործիչ Մխիթար Գոշի գիրք դատաստանին ընդգրկվել է աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Սիրանուշ Մուրադյան, Գնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։